Բարելույս աշխարհասփյուռ հայությանը ուզում եմ մի քիչ խոսամ ու մի քիչ եմ խոսալու չեմ երկարցնի մեր այս տիրող իրավիճակի մասին երկրում որ ընտրություններից հետո տեսնում ենք հələ զարգացումներ կա, չգիտեմ դժգոհություններ, բողոքներ կա մի տեսակ այն մեր հայրենակիցները որոնց երազանքն ա եղել ռուսամետ ուժեր ընտրվեն չեն ընտրվել պանիկայի մեջ են, խոճապի մեջ են անհանգստացած են, տխուր են, լացել, կոծել, ինչ ասես անում են, էլի բոլորը չի, ամեն մարդ իր էմոցիաքը տարբեր ձևա ցույց տալիս, բայց հո ես իմ հայի թշնամին չեմ, ես այդ մեր հայրենակիցների հո դուշմանը չեմ, վատը չեմ ուզում, եկել եմ եթեր բացեմ, մի քիչ զրուցենք, որ դուք էլ հանգստանաք, շատ չտանջվեք, չտարապեք, եւ վերջապես դուք ինքներդ հասկանաք, թե ինչի համար եք տխրում, ինչի համար եք դուք այդքան վատ զգում, երբ որ Պուտինի ցանկացած ուժերը, Պուտինի երկրպագած ուժերը չեն կարողացել ձևավորել իշխանություն երկրում, այլ մնացել են ընդդիմություն։ Նայեք, ինքեներ ջան, եթե այլ պետության ղեկավարությունը նախարարի հերթին մեկ այլ պետությունում ուզում է իր ուզած մարդը, ուրեմն ինքը իր շահի համար է մտածում։ Այսինքն իր շահերը, իր օգուտները կապում է այդ մարդկանց հետ։ Հիմա փաստորեն զարմանալու բան չկա, որ Պուտինը իր երկրի շահը կապի Ռոբերտ Քոչարյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, Սամվել Կարապետյանի հետ, Պուտինը կարող է կամ դուք, այս որ եթերս նայում եք, ձեզանից որևէ մեկը ձեզանից բացի ձեր մասին ավելի շատ մտածող կա, թե չէ, դուք եք չէ առաջին ձեր մասին մտածում, հետո նոր ընկեր, հարևան, բարեկամ, քույր, եղբայր։ Ընկերներ ջան, Պուտինը ոչ մեր եղբայրն է, ոչ մեծ ազգակից է, ոչ էլ մի պետությունում է ապրում, ինքը այլ պետության նախագահ եւ իր շահերը ինքը ուզում է առաջ տանի, իսկ իր շահերը առաջ տանելու համար ինչ որ տեխնացումներ կա, որ իրանց հետ կապում է, ոչ մեկին է գաղտնիք չի, նոր անունները նշեցի։ Հիմա ուզում եմ ձեզ հասկանամ, սիրելի հայրենակիցներ, դուք ինչու եք տանջվում, տառապում, լացում, տխրվում, երբ որ Պուտինի երազանքը չի իրականացել։ Չէ որ դուք օրինակ Փաշինյանի հանդեպ էսպես եք տրամադրված, նա Պուտինի հետ չի ուզում, Ռուսաստանի տակից ուզում է դուրս հանի։ Ես ուրիշ հետաքրքիր տարբերակ եմ առաջարկում, որ դուք այդ ուղղությամբ մտածեք եւ ցանկալի ասա ոչ միայն օրինակ ժողովուրդը, նաեւ քաղաքական ուժերն էլ այդպես մտածեն։ Հարգելի քաղաքական ընդդիմադիր ուժեր, հարգելի ընդդիմադիր ուժերին աջակից հայրենակիցներ։ Բերեք օրվա իշխանությունը ինչպիսի ուղղություն ընտրել եւ շարժում այդ ուղղությամբ, մի քաշեք մեջքից, մի քաշեք ոտերից, մի հարվածեք վզից, մի արեք տենց բաներ։ Եթե ընտրել են այդ ուղղությունը, ուրեմն թող շարժվեն այդ ուղղությամբ, իսկ դուք եղեք կողքից աջակցող, կողքից եթե սխալներ եք նկատում, սխալները ուղղող։ Ես չհասկացա։ Այդ եթե մի տուն ենք մենք, մի պետություն ենք, մի տուն ենք, ուրեմն մի ընտանիք ենք, բա ընտանիքում եթե մի քանի գլուխ լինի, սա մի քանի գլխի բաժանվեն, երեխան ոնց ուզի, ծնողը ոնց, մերը ոնց ուզի, տատիկը, պապիկը։ Չէ, այդ տանը պետքա մեկը վերջում որոշումը կայացնի։ Հիմա էլի քննարկեք, էլի որոշումներ կայացրեք միասին, բայց եթե աշխարհակաղակական այս զարգացումների մեջ մեր երկրի իշխանությունները որդեգրել են դեպի Եվրոպա սկզբունք, ճանապարհ, ինքեներ ջան, բերեք այդ ուղղությամբ մատ փորձեք, բայց ամեն ինչը չափի մեջ, ամեն ինչը այսպես ասած հաշվարկված ու հավասարակշռված։ Եթե վաղվա իշխանությունները այդ թվում, չգիտեմ, էլի եթե Ռոբերտ Քոչարյանը ըլներ, եթե մեկ այլ ուժ ըլներ եւ մտածեր, որ Ռուսաստանի հետ պետք է ավելի շատ ուժեղացնել կապերը, այդ պարագայում էլ ես անկեղծ ասած կասեի, որ բերեք թույլ տվեք այդ իշխանությունները կապերը ինքը որոշի ում հետ ինչպես է ամրապնդում։ Վերջի վերջո սա շուկայական ինչ որ հասարակ շուկայական սա կանաչի ծախելու թեմա չէ, էլի որ ասես դե լավ ոնց ուզի թող անի։ Սա մի ամբողջ պետության տնտեսություն, ռազմավարություն գտնվում է մի ուժի կուսակցության ձեռը, որ պետք է այդ կուսակցությանը ուժին օգնել, բարի խորհուրդով նույնիսկ պետք է քննադատել, բայց բարի կամեցաուղությամբ։ Լավ, եղբայրներ ջան, քույրեր ջան, ես բլոգեր եմ, հանրային հասարակական գործիչ, հրապարակային ինչ որ մտքեր եմ ասում, թե բացասական, թե դրական, ինչ որ կարծիք եմ հայտնում, էլի, բայց արդյոք երկրի քաղաքական այդ ուժերը, որոնք եւս պատասխանատվություն են կրում երկրի առաջընթացի եւ հետընթացի մեջ, իրանք էլ պետք է իմ նման հրապարակային ինչ
տենում են, անհանգստանում են հրապարակային կամերեքի առաջ ասել, լրագրողների հարցերին պատասխանել, ասուլիսներ կազմակերպել սահմանել։ Դու հետաքրքիր է դրանով դուք ռազմավարության որ արվեստով եք գնում, չինական, հնդկական, ֆրանսիական, էս ի՞նչ տեսակա։ Կամ մենք հայերս, մենք չպետք է մեր ռազմավարությունը ունենանք, որ չպետք է ոչ մեկ իմանա, ոչ մի պետություն։ Ինչ եք դրած հրապարակային, ես չգիտեմ լայք եք հավաքում, ինչ եք անում։ Ինքս եսկի բլոգեր եմ լայքի համար չեմ տեսանյութերս հրապարակում եմ, որ մի ինչ որ տոկոս մի քանի գրամ օգտակար լինեմ թե իշխանություններին, թե հանրային կյանքին, թե մեր պետության ընդհանրապես։ Օգտակար լինել, այսինքն իմ վերջի տոկ իմ պետությանը։ Եթե իշխանություններին դու քննադատում ես առողջ, եթե դու իշխանություններին ողջունում ես ինչ որ քայլ, եթե ընդհանրապես մասնակից ես դառնում, ակտիվ ես լինում քո երկրում տեղի ունեցող քաղաքական process-ներում, դու արդեն դրական գործ ես անում։ Անկախ նրանից թե ինչ որտեղ սխալ է իր գնահատականը տվել, ճիշտ է տվել, դա հարցի մյուս կողմն է։ Ես հիմա իմ քննադատությունները, իմ տեսակետները հնչեցնում եմ հրապարակային, որովհետև ես կառավարող ուժ չեմ։ Ես կարծում եմ, եթե ես լինեի կառավարող ուժի մեջ, կամ եթե նույնիսկ լինեի ազգային ժողովի խորհրդարանի որևէ ընդդիմադիր ուժի մեջ, կարծում եմ իմ բերանից չպետքա դուրս գա ամեն քայլ արտաքին մանավանդ քաղաքականության վերաբերյալ։ Լավ, մեր խոհանոցից խոսալուց, էլի ոչինչ, միգուցե ինչ որ տեղել լսարանի համար ձեր ուզում եք բան բացատրեք, ցույց տաք, թե ինչպիսի անհանգիստ ու մտահոգ մարդ։ Ընկերներ ջան, դա վերաբերում է բոլորին, ընդդիմադիր եւ իշխանական։ Դուք մեր արտաքին քաղաքականության մասին եւ արտաքին քաղաքականության մասով ձեր գործունեությունը խնդրում եմ վերանայեք ձեր պահվածքով, ձեր հրապարակումներում։ Լրագրողը կարող է շատ պրովոկացիոն հարց հղի։ Կարող է այնքան բաներ ասի ձեզ, որ ձեր բերանից հնչված բառը հետագայում կարող է վնաս մեր պետությանը լինի։ Ու դուք տենց էլի շախի ընկած այսպես ասած ազդեցության տակ ոգևորված դրած խոսում եք, մենք պետքա Թուրքիայի գլուխը ջարդենք, մենք պետքա Ադրբեջանին ճանապարհ չտանք, մենք պետքա Ռուսաստանին օրինակ հպատակվենք, մենք պետքա արա լավ ձեր մտածածը մի հանրայնացրեք։ Դուք թաքուն պահեք, ինչքան դուք թաքուն պահեք ձեր արտաքին քաղաքականության այն նուրբ դետալները։ Ես ուզում եմ դուք հասկանում եք ես ինչ եմ ուզում ասել։ Չպետք է քո ռազմավարությունը, քո հակառակորդը, քո թեկուս բարեկամ համարվող պետություն եք ասում, ողերին բարեկամ Ռուսաստանը իմանա ուր եք շարժվում։ Բայց դրանց սաղ ասում եք։ Վերջը մեկ ուղղությամբ, միգուցե էտել ունի ռազմավարության ինչ որ բանա պարունակում, բայց հավատս չի գալիս։ Եթե ասենք իշխանությունը, ընդդիմությունը ինչ որ սցենար են մշակել, որ հրապարակային այսպիսի խոսույթով մոլորեցնեն Պուտինին, ցույց տանի փր մի մասը դեպի Ռուսաստանը, մի մասը մի Եվրոպա ու այնց պատմական հարմար շանսի դեպքում բոլորը միասին փոխվեն Եվրոպա, եթե ասես տենց ինչ որ սցենար ունեն, ես կողջունեի, բայց չէ, եթե մարդ ուղնու ծուծով ռուսամեդա, եթե մարդ ուղնու ծուծով միջազգային հանրության առաջ, ամբողջ աշխարհի առաջ, ասում է Հայաստանն է մեղավոր ամեն ինչում, որ Ադրբեջանը հարձակվել է, ես չեմ հավատում, որ նման մոտիկացում ունեցող մարդը կարող է ռազմավարական ինչ որ գործողություն կատարում ի նպաստ մեր պետության։ Կարող է սխալվում եմ, բայց ոնց գցում բռնում եմ, ես ուրիշ երես չեմ տեսնում։ Այդ ինչ ես տեսել եմ, դա պարզա, դա ֆակտա, անհերքելի։ Մարդը բոլոր տեսակով ասում է Ռուսաստանը իր պարտականությունները տոշնի է, ՕԴԿ-ն տոշնի է, Հայաստանը իրան ճիշտ չի պահել եւ փորձելով իբր թե մեղադրանքը հնչեցնել մեկ անձի ուղղությամբ։ Մոռանալով միգուցե որ այդ մեկ անձը ներկայացուցիչ է, կապ չունի թե ներքին կյանքում ինչքան ատելություն կա, ինչքան չգիտեմ դժգոհություն կա իր հանդեպ։ Ես կարծում եմ այդ մեկ անձը, երբ որ խոսքդ վերաբերում է միջազգային հարաբերությունները, խոսքդ վերաբերում է քո հարևանների հետ հարաբերությունները ու դաշնակցի հետ քո հարաբերությունում, դու պետք է շատ ու շատ իրելնես քննադատություն կամ մեղադրանք հնչեցնելուց քո երկրի կառավարչի ուղղությամբ։ Ես კი ինքս միշտ զգուշորեն մտածում եմ, ասում եմ, այնպիսի բան չասեմ, օրինակ հայ-թուրքական հարաբերությունները, որ կարող է Թուրքիան դա օգտագործի ի նպաստ իր Ադրբեջանը։ Ոսկի ես իմ կարծիքով, արտահայտված իմ կարծիքով, կարող է որոշ տեղ, օրինակ արենցիր տամ ադրբեջանցիներին, չէ, դե ժողովուրդ չէ, ինձ իրանց կառավարիչներին։ Այսինքն ենթադրենք sense մի բան եմ ասում։ Նիկոլ Փաշինյանը, ենթադրենք, փակագծերի մեջ ենք դնում սա։ Նիկոլ Փաշինյանը ձև է տալիս իբր գնում է Եվրոպա, բայց Ռուսաստանի հետ ուժեղ կապի մեջ է եւ ասում են ինչ որ զենքեր մենքեր է մատակարարում Ռուսաստանը։ Չնայած սա անհնար բան է, բայց պատկերացրեք, տենց բան եմ ասում։ Ես չդարձա ադրբեջանցիներին ուղղորդած, որ ուշադրություն դարձնեն հետախուզական կապերը խոդի տան եւ իմանան Հայաստանը ինչպիսի process-ների մեջ է գտնվում Ռուսաստանի հետ։
Հիմա ես դա հիպոթեզ ասեցի, ենթադրության տեսքով ասեցի, բայց դուք պատկերացրեք երկրի նախկին նախագահ, ներկա ընդդիմություն, օլիգարխ, չգիտեմ, ռուսամետ, բելարուսամետ, սաղ իրանց հերթին, այսպես ասած, իրանց խոսույթով արենցիրներ են տալիս հարևաններին։ Լավ կներեք, Ժորժ ջան, երկրի կառավարումը եթե այդքան հեշտ է, տվեք ինձ էլ մի 6 օր էլ ես ղեկավարեմ, մի 20 օր, չգիտեմ, 2 տարի, այդպես հեշտ է, հա։ Այսինքն կարակ ինչ մեր բերանն է գալիս, ինչ դիրքորոշում ունենք եւ ինչ տեսլական ունենք, պետքա սա հրապարակային ասենք, բայց դուք լուրջ մարդիկ եք, դուք քաղաքական գործիչներ եք, դուք լուրջ մարդիկ եք, դուք հասարակ ժողովրդի եւ հասարակության այն հատվածի ներկայացուցիչները չեք, որ ձեզ այդպես սպահեք։ Դուք այդ ներկայացուցիչների առաջ պատասխանատվություն ունեք։ Դուք ձեր երկրպագողների, չգիտեմ, ձեր ընտրողների առաջ դուք ունեք պատասխանատվություն, որ երկիրը տանեք լավ տեղ։ Հասկացաք, ոչ թե ցուցադրեք, որ դուք տեսեք մտահոգ եք, եսեք եք, այլ դուք անեք դա եւ ձեր խոսքով դուք ոչ թե անում եք, այլ վնասում եք։ Անցնենք Եվրոպայի հետ մեր տնտեսական հարաբերությունների կարգավորման, դոլի վերսկսման, չգիտեմ ինչպես ասեմ, երևի վերսկսումն է ճիշտ է, որովհետեւ ինչ որ ժամանակներում հայերը Եվրոպայի հետ կապել ունեցել են, ես ասա խոսում եմ դարերի ընթացքում, ոչ թե 15 տարի առաջ, 20 տարի առաջ, ու միգուցե սա վերսկսում է, որովհետեւ հայկական լեռնաշխարհը գտնվում է մի այնպիսի մեր հայկական պետությունը մի այնպիսի լեռնաշխարհում, որ խաչմերուկ է, թե Ասիայի, թե Հարավային Ասիայի, թե Հյուսիսային, թե Եվրոպայի, թե Միջին Ասիայի, բոլոր մեջ խաչմերուկ է, բոլոր։ Հիմա եթե դու անխելք ես եւ ասում ես այսքան աշխարհագրական դիրքից օգտվելու պետքա մեկ պետության հետ ես միայն տնտեսական կապ ունենամ, դու կամ գլխիցդ հապռածա, վեկալացա մի քիչ, կամ այնքան վախկոտ ես, որ դու չես կարող հավասարակը շռես, հաշվարկես եւ չափի մեջ այդ ամեն ինչ անես, որ քո ռազմական կես դաշնակից, այլ իբր դաշնակիցը դրանից օրինակ չբորբոքվի եւ այլ խիստ կոշտ գործողությունների չգնա։ Դե ոնց տեսնում եք Փաշինյանը այնա նորմալ էլ բացատրում է, ասում մենք ձեզ արից չենք փոխվում։ Դուք մեր ընկերն եք, հալալ լինի ձեզ, լավ եք, բայց Եվրոպայի հետ ես տնտեսական կապ եմ բանանում, հոնդեից զենքեր զինամթերք չեմ բերում, չնայած իրավունք էլ ունեմ բերեմ, եթե այն պետության անվտանգությունն է ու հավանաբար պարոն Պուտին, մի պահ պատկերացնենք այսպես, էլի պարոն Պուտին, եթե դուք իմ դաշնակիցն եք, հավանաբար դուք պետքա ուրախանաք դրանով, որ ձեր դաշնակից փոքր պետություն Հայաստանը եւ սպառազինությամբ եւ տնտեսական առումով հզորանում է։ Հիմա ես դե որ ասում ռետորական միտքել արտահայտեցի, հարգելի հայրենակից, ռուսամետ հայրենակից, դու հասկացար ինչ եմ ասում։ Դու հասկացար, որ քո ուժեղացման տնտեսական, թե ռազմական, թե բոլոր առումներով անվտանգային բոլոր հարցերում, եթե Հայաստանը ուզում է մի քիչ շունչ քաշի, ոտի կանգնի, Ռուսաստանին դա դուր չի գալիս։ Հիմա ընկեր իմ հայրենակից, եթե Ռուսաստանին դուր չի գալիս քո ուժեղացումը, ինչ ես ողբում։ Դու պետք է ուրախանաս, որ դու ուժեղանում ես, որ դու կարաս ավելին ըլնես, կարաս ավելի հզոր ըլնես, քան թե Ռուսաստանի ազդեցության կամ Ռուսաստանի լծի տակ մնալով։ Հիմա հասկանում եմ, Ստուրուկն էլ առանց իր տիրոջ չի կարում, ապրի չի կարում, պատկերացնի, որովհետև այդ 24 ժամը որ ծնկած աշխատում էր, իրան 4 հաց էր տալիս, ոսկորով ճաշ էր տալիս, ուտում էր։ Ինքը մտածում ասում է, եթե ես չաշխատեմ իմ տիրոջ համար, ինձ ոսկորով ճաշնել չի տալու, ցամաք հասնել չի տալու, ես էլ սովից կմահանամ։ Դուք այդ մտածելակերպի, այդ հոգեբանությամբ եք։ Լավ, վերջապես հասկացեք, եթե ձեր ռազմական դաշնակիցը տնտեսական ինչ որ օղակի մեջ եք միասին ԵԱՏՄ-ի մեջ եք, եթե ինքը քեզ չի դիտարկում որպես անկախ պետություն եւ չի ուզում քո ավելի ուժեղացումը, քո հզորացումը, այս ողբա որ մենք կարանք ինչ որ չափով կտրվենք, այլ ընտրանք ունենանք, թե էսի ուրախությունն է։ Ես չեմ հասկանում, դուք ուրախությունն ու ողբը չեք տարբերում իրար հետ։ Բայց չիմանաք ես տենց բան եմ, էմոցիոնալ, տենց ռոմանտիկ, չգիտեմ, էլի չեմ մտածում, չեմ հաշվարկում, որ ում մասին ենք խոսում։ Խոսում ենք ատոմային ռումբ ունեցող, ոնց են ասում, ядерная держава, էլի, ядерная держава Ռուսաստանի Դաշնության մասին ենք խոսում։ Ես հոմիամի չեմ, ես գիտեմ, որ չենք խոսում Մոնղոլիայի հետ կամ մեկ այլ թույլ կամ փոքր պետության մասին։ Խոսում ենք Ռուսաստանի մասին, որ պետք է իր հետ հաշվարկված, հավասար, ամեն ինչը չափված խոսալ, նույնիսկ խոսույթի մեջ, բացի գործելու մեջ։ Ես չեմ ասում, մերեք աչուձախ, օրինակ, ինչպես ուզում եք, մեր սիրտը ուզում է վիրավորանքներ, քննադատություններ կամ անհարգալից խոսք օգտագործենք Ռուսաստանի հանդեպ։ Մանավանդ ռուս ժողովրդի հանդեպ։ Իմ բերանից չեք հնչի տենց բան։ Ես ոչ մի ժողովրդի հետ չեմ կարող ես ավել պակաս խոսամ։ Բոլոր ժողովուրդների մեջ էլ կան լավ մարդիկ, եւ եթե դու բոլորին
այսպես ասած տեղավորցնում ես մի արկղի մեջ, մի տուփի մեջ ես դնում, դա ճիշտ չի։ Պետքա դու երևույթները կամ ռազմավարությունը տվյալ պարագայում քո դաշնակցի կամ քո հարևանի, պետքա տվյալ երևույթին եւ տվյալ գործողության, տվյալ ռազմական կամ հարևանային հարաբերություններին գնահատականը 10։ Հուսով եմ պարզ խոսացի այս մասով, հուսով եմ մերեն հայրենակիցները, ովքեր որ ծանր են տանում, որ Հայաստանը կարող է եւ Եվրոպայի հետ տնտեսական ակտիվ հարաբերություններ ունենա, խնդրում եմ ծանր մի տարեք, ոնց տեսնում եմ վրացի մեր եղբայրներն էլ են մեկ-մեկ դուրս են գալիս, ասում է не повторите нашу ошибку, Saakashvili тоже так подумал, ошибался, այդ վրացի երիտասարդները որ տենց խոսում են, այդ վրացի երիտասարդները նույն մեր ստրուկ հայրենակիցների, ստրեկամիտ հայրենակիցների գաղափարի մտածելակերպի մարդ են, նես չի որ այդ տենց խոսացող վրացիները պրոֆեսոր են, փիլիսոփա են, իրանք էլ են որոշ չափով ձեր նման ստրեկամիտ, այսինքն իրանք մտածել են մենք պետքա ոսկորն ու ցամաքածը ստանանք Ռուսաստանից ու մնանք իր ազդեցության տակ։ Ինքը չի ասում միգուցե Saakashvili-ն ինչ որտեղ հաշվարկները լավ չի վարել, միգուցե Saakashvili-ն պետքա երկրի ներսում սկզբից ականջները ծեծեր ռուսամետ ուժերին, սաղին գցեր գաղութները եւ այլն, վերջում արդեն երբ որ տեսնա ինքը կարող է դեպի Եվրոպա շարժվի, այն ժամանակ շարժվի։ Բացի դրանից կարամ մեղադրեն, որ Saakashvili-ն կարար այդ ամեն ինչը հաշվարկված աներ եւ Ռուսաստանի հետ հարաբերությունը չփչացներ։ Այսինքն Saakashvili դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ ոնց որ անհարգալից էր եւ կոպիտ էր։ Փաշինյան Նիկոլը այդ նույն ձև չի անում։ Փաշինյան Նիկոլը Վլադիմիրիչ ցավը տանեմ ինչպես էս ոնց էս իրար հետ ուժին ենք անելու։ Այսինքն Փաշինյան Նիկոլը շատ խորամանկ եւ իս թվում է ճկուն քաղաքականություն ա վարում վերջապես Ռուսաստանի հետ։ Եվ դրա հետ մեկտեղ էլ ասում է ես տնտեսական կապ եմ բանանում, նույնիսկ որ ես քեզ չեմ դավաճանում, ես քո հետ եմ։ Այս պարագայում անկեղծ ասած, օրինակ ես չեմ հասկանում, կամ Պուտին ձաձան, լիքը տենց ջղայնա եւ գլուխը խառնա, փոխարեն ինքը սրանից օգտվի, որ իր ռազմական դաշնակիցը Եվրոպայի հետ կապ ունենում։ Ինքն էլ դրանից կարա թաքուն օգտվի։ Ինչպես ինքը չերես Ադրբեջանի միջոցով կարողացել է գազը, նավթը հասցնի Եվրոպա, նույնը կարա օրինակ իր շուկայի ապրանքները բերի Հայաստան, խփի հայկական յարլիկը ուղարկի Եվրոպա, դառնա իր տնտեսությունը եւս դրանով կդառնա չչոքած։ Չերես Հայաստան, թաքուն իրանց ապրանքները խփեն, արտահանեն Եվրոպա։ Այս խորամանկություն ես չգիտեմ ինչու չի օգտագործում Պուտինը իշահ իր պետության։ Բայց ասма չէ, ես որ գլորվում եմ ձորը, ես որ խորտակվում եմ, երբ որ ես ֆինանսական, տնտեսական ճգնաժամ եմ ապրում եւ պատերազմական վիճակում եմ գտնվում, Հայաստան դու ինչ իրավունք ունես լավը զգաս քեզ։ Դու պիտի քո երկրի քաղաքացիները անվտանգ զգան։ Պիտի քո երկրի քաղաքացիները ողջ առողջ քայլեն երկրում։ Պետքա զոհվեն, պետքա կոտորվեն, պետքա վատ ապրեն, դժվար ապրեն, որովհետև ես տենց եմ ապրում։ Այս է Ռուսաստանի պատկերացումը եւ Ռուսաստանի մոտիկացումը Հայաստանի Հանրապետության։ Այդ իսկ պատճառով սիրելի հայրենակիցներ, ես եւ առաջարկություն եւ խնդրանքով եմ ուզում դիմել այս պարագայում մեր ընդդիմադիր ուժերին կապ չունի ես որ ձեզ չեմ ընդունում ձեր քաղաքականությունը, չունեք էլ քաղաքականություն տենց գաղափարային, բայց եթե Փաշինյան Նիկոլը որ թե գրել է այդ ուղղությունը, ես կխնդրեի որ դուք բալանսավորված եւ չգիտեմ ձեր խոսքերի մեջ էլ այնպես անեք որ ոչ թե քաշեք ոտերից, ոչ թե խփեք մեջքից, այլ միասին գնացեք, եթե Փաշինյան Նիկոլը այս առումով սխալ է անում եւ ես իմ գնահատականը տվեցի որպես քաղաքացի տվեցի, հո ես ռազմագետ, ստրատեգ, չգիտեմ, տենց տնտեսական հարցերի դոկտոր, պրոֆեսոր չեմ, ես որպես քաղաքացի մտածում եմ օրինակ, որ Հայաստանը կարա ոչ միայն մեկ շուկա հանի, այսինքն Ռուսաստան իր ապրանքը, այլ կարա տարբեր շուկաներ հանի, այդ թվում մարտհամակից օվկիանոսից են կողմ մեկ այլ մարտհամակ, որի օգուտը մերն է։ Հիմա, բայց եթե ես սխալվում եմ այս առումով, եթե այս սրա մեջ կպարունակի վտանգներ, խնդրեմ հարգելի իշխանություն, ընդդիմություն նստեք դուք թաքուն, փակ նիստում, սրա մասին քննարկեք, որսկի ես էլ չիմանամ դրա մասին։ Ես ուզում եմ ոչ թե իմանամ դուք ինչ եք խոսում, ինչ եք կռվում, ինչ եք իրար հանդեպ վատ բաներ ասում, այլ ես ուզում եմ տենամ դուք ինչ եք անում եւ վերջի տոգն եմ ուզում։ Արդյունքը հանգրվանը ուրենք հլնելու մենք։ Ինչ հետաքրքիր չի ձեր կռիվները, վիճաբանությունները, փոխհարաձգությունը վիրավորանքների տեսքով ընդհանրապես հետաքրքիր չի։ Ես դրա համար էլ արդեն չեմ էլ ուզում նայեմ թե ինչ նորություններ ա, ինչից են խոսում։ Այնքան զզվել, այնքան հիասթափվել եմ։ Դա իմը չի էլի ընկերներ ջան։ Ես եթե հանրության մեջ միասնության, փոխադարձ հարգանքի եւ այլ դրական կոչեր եմ անում, ես չեմ կարա նստեմ լսեմ, թե ինչպես են իմ գործունեությանը հակառակ բաներ անում։ Նստեմ լսեմ առաջին իմ առողջությանն ա վնաս։ Երկրորդն էլ ես դրանից ոչ մի բան չեմ ստանում։
Հետևեք երևի նեյտրալ լրատվականների, հետևեք գոնե մի քիչ միասնության եւ համերաշխության կոչեր անող մարդկանց, քաղաքական գործիչներ եւս մի հետևեք այն մարդկանց, որոնց խոսքի մեջ կա, եթե իրանց խոսքը ձեր նույնիսկ սրտի մեջ ինտրիգա գցում ատելության փոքրիկ, եթե նույնիսկ ձեզ չարացնում ու ջղայնացնում է, այդ մարդիկ ձեր լավը չեն ուզում, ձեր էմոցիայի վրա ուղղակի ուզում են հաջորդ ընտրություններին կամ ընդհանրապես ակցիա անելու համար ընտրազանգված հավաքեն։ Մի դարձիր ընտրազանգված։ Դու դարձիր միակ, դու ինքդ քեզ հարգիր, քո առողջությունը հարգիր եւ արհամարի նմանատիպ քաղաքական գործիչներին, լրատվականներին։ Ես ձեզ բոլորիդ կօգնեմ այդ հարցում։ Հավատացեք, լիքը բաներ կա, ես էլ եմ զգում իրանց պահվածքի հանդեպ, բայց իմ բերանից չեք տեսել, որ հնչվի ինչ որ վիրավորական հայոյախառը խոսքեր տվյալ ուժերի, տվյալ անհատների ուղղությամբ։ Գիտեք, սրտից մեջ չկա իրանց այդ պահվածքի համար մի լավ տեղ դնել։ Բայց ես համարում եմ, որ դրանով կլինեմ ինտրիգ գցած հանրության մեջ, որը ընդհանրապես վնաս կլինի, պառակտում կլինի։ Դրանով մենակ թշնամիտ կուրախանա։ Մենք լիքը բաների, ժողովուրդ ջան, սխալ ենք նայում։ Մենք ունենք կարծրատիպեր, որ մտածում ենք, թե դա ճշմարտություն է։ Երբեք մի մտածեք, որ եթե ինչ որ բան ձեր ուղեղում կարծրացել է, դա ճշմարտություն է, պետք է տենց լինի։ Հաճախ է լինում, որ ձեր այդ կարծրատիպը եւ ձեր այդ գաղափարը, որը հասունացել է երկար տարիների ընթացքում եւ տեղավորված է ձեր ուղեղի մեջ, մի մտածեք, որ դա չի կարելի փոխել, չի կարելի վերանայել, չի կարելի մեկ այլ տեսանկյունից նայել։ Այս ուղղությամբ ժողովուրդ մենք անհատներս բոլորս էլ պետք է մի քիչ ուշադրություն դարձնենք եւ լիքը պահելաձևեր կա, լիքը խոսույթ կա, որը պետք է դուրս մղվի մեր հանրային հասարակական կյանքից։ Մենք շատ ենք իրար փորձում վիրավորել, իրար վրա ինքնահաստատվել, չգիտեմ, իրար վրա ցեխ շպրտել եւ դրանով մտածել, թե եթե դիմացինին ցեխոտեցի իմ բառերով, ես իրանից ավելի մաքուր զուլալ արդար երևացի։ Հակառակը խելացի մարդիկ նայելով քո պահվածքը, թե ինչ ես անում դու դիմացինիդ հանդեպ, ինչպես ես կպնում իր անձը, մտնում անձնական դաշտ, դու դրանով քեզ ցեխոտում ես, դու դրանով քեզ գեշացնում ես, թե արտաքնապես, թե հոգեպես, թե մտավոր։ Այնպես որ մեկը մի օր գիտակցությունը բարձրանալու է ժողովրդի եւ հետ եք նայելու տեսնեք, թե ինչպիսի սխալներ, ինչպիսի գեշ պահվածներ, ինչպիսի նողկալի երևույթներ եք դուք թույլ տվել կամ ձեր շրջապատում թույլ են տվել, որին դուք նորմալ եք նայել։ Ընկերներ ջան, սխալ բաներ շատ է մեր շուրջը կատարվում, օրինակ երեք TikTok-յան լայվի ժամանակ էլի միացել եմ հետ ազգությամբ թուրք Եվրոպայա բնակվող ու գիտեք ինքը բարձրացել է մի անգամից ներկայացել, որ հայերը որոշակի հասկանում է եւ հիշում է, թե ինչպես իմ եթերը մինչեւ այդ մեկ այլ թուրք բարձրացել էր, ես ասել եմ ժողովուրդ չհայհոյեք, վատ բաներ չասեք այս թուրքին, թողեք դենակ ինչա խոսում։ Խոսացել է, մեր հել ենք խոսացել, զրուցել ենք, բան, մեր ասելիքը ասել ենք։ Հիմա այդ թուրքը երեկվա թուրքն էլ ասում է, որ հայելի Գևորգ շնորհակալ եմ քո այդ մարդկային վերաբերմունքի համար, որ դու չնայեցիր այդ ամեն ինչը, որ մեր երկու ազգերի միջև եղել է պատերազմներ, իրար էսեն, հա, այդքանը մի կողմ դրեցիր եւ դու ասեցիր ինքը մարդ է, բերեք իր հետ խոսենք մարդու լեզվով։ Այս խոսքը եւ հետո շփումը մեր հայ հանրության մոտ նկատում եմ տակից բան, ուզում եմ վիրավորում են, դե չեմ թողում, գիտեք, հայհոյանք բանը իմ էջում կապ չունի, միշտ ասել եմ, կապ չունի ընդդիմադիրի, իշխանության, թուրքի, ռուսի, իմ էջում ատելության խոսք եւ ատելության բնույթի բառեր չպետք է աճվի։ Ու սենց գիտեք, ցնցումը առաջացել ժողովրդի մեջ, որ դու ինչպես կարող ես թուրքի հետ զրուցել։ Ասում եմ կներեք, ինչպես կարող է Արարատ Միրզոյանը Բայրամովի հետ զրուցի, Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ զրուցի, Ռուսաստանի Դաշնությունում եւ Եվրոպայում ու այլ պետություններում հայ ժողովուրդը թուրք ժողովրդի հետ շփվի, զրուցի, նույնիսկ առևտուր անի, միգուցե հələ իրար տուն գնալ գալ կա, իսկ ես ընդամենը on-line հարթակում բաց հրապարակային առանց ինչ որ գաղտնի զրույցների, առանց ինչ որ ռազմական գաղտնիքներ, պետական գաղտնիքներ եւ այլ անվտանգային հարցեր չպատմելով մարդուն, ուղակի շփում իր կարծիքը, թե ինչպես սենց եղավ, ինքն էլ լսում է իմ կարծիքը, ես ինչ եմ մտածում, վերջը մարդը իր խոսքի մեջ նաև ասեց, որ այս խաղերը ինչ տեղի ունեցավ եւ այս պատերազմները ինչի միջոցով անցանք մենք, սրանք սիոնիստների օրինակ ծրագիրն է եղել ու ես չէի ուզի, որ թուրքերն ու հայերը իրար շարունակեն ատել, կոտորեն եւ այլն եւ այլն։ Ես էլ իմ կարծիքն եմ ասում եմ, ես որպես Ղարաբաղցի, ես պետքա վերադառնամ, վերաբնակվեմ իմ տանը, այնուհանդերձ ինքս կողմ եմ խաղաղությանը, որ երբեք ինչ որ մեկը չասի դու պետքա ադրբեջանական անձնագիր վերցնես, քո տղան պետքա գնա ադրբեջանական բանակ, սա չպետք է լինի, ես պետքա եւ իմ ժողովուրդս որոշենք, թե որ պետության դրոշի տակ ենք մենք
ծառայում, որ պետության անձնագիրն ենք վերցնում։ Խոսքս ուղղելով Հայաստանի Հանրապետությանը, բայց որ պետության, բարձ չի։ Ամեն դեպքում ես նկատում եմ, որ հայ հանրության մեջ դժվար է շփումը աշխարհի հետ, ոչ միայն թուրքերի հետ, Եվրոպայի հետ էլ է դժվար, Ռուսաստանի հետ էլ է դժվար։ Հավատացեք, իշխանության աջակից օրինակ մեր հայրենակիցները Ռուսաստանի հետ չեն պատկերացնում շփումը։ Չեն ասում բերեք շփվենք, մեր օգուտը վերցնենք Ռուսաստանից։ Մեր որ ասում սայլը առաջ տանք, ոչ թե մեր սայլը թողենք ցեխի մեջ տնկված, թե ինչա մենք կապրիզներ կամ չգիտեմ ինչ որ անտիպաթիեք ունենք, սկզբունքներ ունենք, ավանդույթներ ունենք, որ Ռուսաստանը չպետք է գնանք։ Սա իշխանության աջակից մի զանգված։ Եվ կա ընդդիմության աջակից մեկ այլ զանգված, որը էլի նույն կարծրատիպն է Եվրոպայի հետ, մենք գործ չունենք, կապ չունենք եւ այլն եւ այլն։ Եվ կան որ ասում է մենք Թուրքիա չպետք է հարաբերություն հաստատենք, մենք չպետք է Թուրքիա ճանապարհներ բացենք, ապա շրջափակենք։ Չեն մտածում, որ դա ոչ թե բարեկամության մասին է, ոչ թե եղբայրության մասին է, այլ հարաբերություններ հաստատել, տնտեսական, չգիտեմ, այլ միջոցներ, չգիտեմ, դու չերես Թուրքիա հասնես Եվրոպա, չերես Ադրբեջան, Կասպից ծովը մտնես Թուրքմենստան, այսինքն եթե քո ճանապարհները կրճատվում է մի քանի անգամ, եթե քո ապրանքները, որ այլ պետության տարածքով մաքսային վճարում ես, բերում ուղիղ մտցնես եւ այդ վնասը չհատուցես, այլ պետությունների չվճարես անիմաս, ես չեմ հասկանում, դա խելացիության, գիտակից ելնելու, դա վճռականության եւ չգիտեմ էլ ինձ լուրջ եւ խելացի մարդու պահվածք է թե չէ։ Իսկ մենք հաշվեք մարդ ենք, մենք պետություն ենք, որ պետք է մեր շահերը հետապնդենք, մեր շահերի հետևից գնալ, բայց ոչ Թուրքիայի հետ չենք խոսում, ճանապարհ չենք բացում, Եվրոպան քխա, ռուսը մեր թշնամին է, առաջի քո թշնամին դու ես, որ դու չես հասկանում, որ ժամանակ կանգ առնես, տորմուզը սխմես, որ ժամանակ գազ տաս, ում հետ ինչքան չափդ պահես, ում հետ ինչպես խոսաս, հաշվարկես քո ուժերը, բա դու գլուխդ մեծացնում ես, ասում ես այնա D30 AK-74 իգլա եւ այլն sense զենքի տեսակներ ունեմ, մեր հայրներն էլ թուրքերին ոչխարի նման քշել են վերջ, էլ մեր դեմը խաղ չկա։ Հələ մի հատ դու տես դու քո հայրն ես, թե պապդ ես, արա դու ընդամենի մի անձ ես, ով որ այս 25-30 տարվա մեջ լիքը սխալներ ես թույլ տվել, քո հայրենակցի նկատմամբ, որ քո հայրենակցին խեղճացրել ես, թողել երկրից դուրս ա եկել, որ քո հայրենակցին վնասել ես, լավ տղերքը եւ տաղանդավոր լիքը մարդիկ, ուժեղ մարդիկ չեն գտել հասարակության իրանց մեջ տեղը։ Դու ինչ թուրքը քո թշնամի, Եվրոպան, ռուսը քո թշնամի, հենց առաջին թշնամին դու ես քո։ Եթե դու ձերբազատվես քո հանդեպ թշնամությունից, եթե դու սկսես հարգել այլակարծություն, քո հայրենակցին, ով այլ ռակուրսից ցանայում աշխարհին, եւ չասես քո տեսածը հերանից եմ, քո սենսը, քո նենսը հայհոյ ես, վիրավոր ես, թե ինչա ինքը աշխարհին ուրիշ տեսանկյունից ցանայում։ Դու ուրիշ ուզում ես ստիպես, պարտադրես, բերես քո դաշտ։ Այդպես չի լինի։ Դու դրանով ոչ միայն քո տունը կքարկոծես, կավիրես, դու քո հարազատների, մերձավորների, շրջապատի եւ հասարակության ու ամբողջ պետությանը հերը կանիծես։ Այլակարծությունը պետք է մեր երկրում, այլ տնտեսական ուղիները պետք է մեր երկրում, այլ ռազմավարական դաշնակիցներ եւ հարաբերություններ ձեռք բերել պետք է մեր երկրին ու այսպես լիքը բաներ։ Դուրս եկեք, ջարդեք ձեր մեջի կաղապարները, կարծրատիպերը, դուրս եկեք այդ կաղապարված վիճակից եւ մի քիչ էլ ազատ նայեք աշխարհին։ Աշխարհս մեծ է, Հայաստանով չի սկսվում, Հայաստանով չի բրծնում։ Իսկ ես որ այսպիսի զրույցներ եմ անում, այնպես չի ես որ ստորադասում եմ Հայաստանը կամ վերադասում եմ մեկ այլ պետության, իմ ազգին ստորադասում կամ վերադասում այլ ազգերից։ Մենք սովորական հասարակ ազգ ենք, ժողովուրդ ենք։ Մեր մեջ կան տաղանդավոր մարդիկ, որ ձեր պահվածքի վրա կծիծաղեն, բայց դուք իրանց տաղանդավոր գործունեության վրա հիանում եք։ Այս ինչ հայը, այս ինչ արտադրեց, այս ինչը ինքը ստեղծեց, ֆենը հայնա ստեղծել, միքսերը հայնա ստեղծել, ցվետնոյ տելևիզորը, հա, հայնա ստեղծել, լիքը հայ տաղանդավոր մարդիկ։ Մի վերագրեք հայ ազգի վրա, որտեղ հայ ազգի մեջ կան նաև մարդիկ, որ այդ մարդկանց նենց են արել լքեն երկիրը քաղաքական ղեկավարության մակարդակով, հասարակության տգիտության արդյունքում։ Դուք միտը գիտացեք, ամեն օր պետքա կրթվեք, ես չեմ ասում դասագիր բացեք, գեղարվեստական գիծ բացեք, կրթվեք, ինքներդ ձեր սխալների վրա որ սկսեք կրթվելը, հավատացնում եմ ձեզ դուք լիքը առաջխաղացում կունենաք, դուրս եկեք կաղապարներից, լավ է լինելու։ Հայաստանն էլ վերջացրի ամբողջությամբ եթերը, Հայաստանն էլ, Հայաստանի ղեկավարությունն էլ կարծում եմ, որ ճիշտ ռազմավարական գործողություններ է սկսել Եվրոպայի հետ կապված, Ամերիկա, արտաքին աշխարհի հետ։ Ես կարծում եմ, որ Էդի ճիշտ է, բայց ճանապարհը թե փշոտ է, քարքարոտ է, սարեր է, ձորեր է,
թե ինչպես են իրանք այդ ամեն ինչով անցնելու, դա միայն պետքա իրանք իմանաս, ki պետք է չի ինձել ասեն, զզել ասեն, որովհետև ամեն ինչը չի կարելի հրապարակած։ Մաղթենք Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանություններին հաջողություններ, մաղթենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ճարպկություն, դոկունություն, ճկունություն, ամենադարական երևույթները, որով իրանք կարող են մեր պետությանը առաջ տանել։ Օրվա իշխանությանը պետքա կենտրոնանալ, համախմբվել օրվա իշխանության շուրջ, ով որ ասում է բերեք համախմբվենք մեկ այլ անձի շուրջ, բերեք համախմբվենք, համախմբումը եղել է հունիսի 7-ին, հունիսի 7-ից հետո ընտրված իշխանության կողքը համախմբվում է ամբողջ ժողովուրդը, եւ դա համախմբվելը դա չի նշանակում, որ իշխանության կողմից լինի սխալմունքներ, անարդարություններ, պետք է ասենք չէ, լավ է, տենց էլ պետք է, այստեղ են հաստատ տենց չի եղել, այստեղ են ասել է, լինելու է իմ կողմից աջակցություն օրվա իշխանությանը, լինելու է հարգալից խոսք օրվա իշխանության հանդեպ, բայց չի լինելու լռություն, անհանդուրժողականություն իրանց կատարած ինչ որ սխալ քայլերի կամ անարդար վերաբերմունքների մասով։ Եկեք այսպես ապրենք։ Ուզում եք համախմբվել ազգ, ուզում եք համերաշխություն, պետք է համախմբվես մեկի մոտ, մեկ ուժի, մեկ կառավարության մոտ։ Դու չես կարող մի քանի կառավարություն ունենաս։ Մի քանի եկեղեցիներ ստեղծեցիք պետությունում, չգիտեմ, աղանդավորական շարժում եք հասում, ուղղություններ եք հասում։ Լավ, եթե սաղս գնայինք մի եկեղեցի, ինչ վատ կլներ։ Բայց թե ուրիշ խնդիրներ կա, հասկանում ենք, որ եկեղեցին ինչ որ օգտագործում են որոշ խմբակների, անձերի կողմից որպես բիզնես կենտրոն, այդ իսկ պատճառով Աստծուն սիրող, Աստծուն հավատացող մարդու մոտ ապրում է լինում է հիասթափություն, կոտրվում է մարդ, որ ասում է իմ երկրում, իմ հողի վրա եկեղեցում կան անհատներ, հոգևորականներ, ովքեր որ ինչ որ երկրպագում են քաղաքական ուժերի, ձգտում են, ինչպես նաև ստարակության, թե Ռուսի, թե Եվրոպայի, ես չգիտեմ, բայց հիմնականում Ռուսաստանի, այս պատճառով հայ հասարակությունը եւս եկեղեցու եւ հավատքի ուղղությամբ, չգիտեմ, խառնված է, տարակուսված է, կաշկանդված է, պառակտված է։ Բերեք վերանայենք մեր պահվածքը եւ մի քիչ էլ Աստծո հաճելի լինենք, Աստծո կողմից սիրված լինենք, ոչ թե ինքներս մեզ սիրենք, մեզ պաշտենք, դիմացինին էլ քարկոծենք։ Այն քո դիմացինին էլ Աստված ստեղծել։ Մի հայոյի, մի վիրավորի, մի արանենց, մի անհարգալից խոսքեր օգտագործի, պատկերացրու իր երեխան, իր մայրն էլ լսում է, ու եթե ինքը նույն բաները քեզ ասում, քո մայրը, քո երեխան, քո եղբայրը, քույրը նույնպես քեզ այդ նույն երևույթը տեսնում է, ինչքան քո հարազատների համար է տհաճ, որ քեզ վատ բան են ասում, նույնչափ տհաճ է նրանց համար, ում ուղղությամբ դու ես վիրավորանք, հայհոյանք, անհարգալից խոսք օգտագործել։ Մենք պետք է դառնանք առողջ հասարակություն, այլ տարբերակ չկա։ Եթե ուզում ենք պաշտպանենք, պահպանենք մեր պետականությունը, միայն ու միայն առողջ հասարակությամբ։ Հիվանդ հասարակությունը եւ հիվանդանալու է, եւ մեռնելու է, եւ գալու են սպանեն, անցկենան ոտի տակով գնան։ Մենք պետք է բուժվենք ներսից։ Այսքանը ժողովուրդ ջան, կներեք երկարցնելուց համար վախտալնում այնքան խնդիրները շատ է եւ այնքան խորացված է, որ չես կարող բրծենես։ Մտածում ես, ինչքան շատ խոսած, ինչքան մի բան ասես, ավելի շատ օգուտ կստանաս։ Լավ մնացեք, բոլորիդ լավ օր, Աստված Հայաստանի Հանրապետությանից պահապան։